Գիշերի մաֆակումբը և Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Մաֆիան քաղաքում։ Երբ մեկ վայրում գտնվում են 10 անհատ, ովքեր ձևանում են պարզ և հասարակ, ու հենց դա էլ հանդիսանում է իրենց խորամանկության գրավականը, և ում մտքում միայն մեկ բառ է հաղթանակ, ուրեմն մաֆիան է քաղաքում։ Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, կրկին ուրախ եմ ողջունել ձեզ եթերում, կրկին ուրախ եմ ողջունել մեր մասնակիցներին, մեր խաղացողներին սեղանի շուրջ, մաֆիան քաղաքում հեռուստանախագիծն է։ Բարի երեկո կրկին բոլորին։ Սիրելիներս, մենք արդեն բավականին երկար ճանապարհ ենք անցել այս նախագծի շրջանակներում, հուսով եմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, այն դուր է գալիս։ Հուսով եմ դուր է գալիս այն նաև մեր մասնակիցներին, նրանց դեմքերն արդեն ինձ լավ ծանոթ են, քաջ ծանոթ են, ոմանց ես տեսել եմ այս սեղանի շուրջ մի քանի անգամ, դե տեսնենք թե ինչ կլինի այսօր։ Հուսով եմ բոլորդ հիշում եք կանոններ, գիտեք թե ինչ պետք է անել սեղանի շուրջ, ինչ չի կարելի անել սեղանի շուրջ, գիտեք, որ յուրաքանչյուր խախտում, որքան էլ որ մենք ընկերներ ենք և որքան էլ ես ձեզ բոլորից սիրում եմ կյանքում, սեղանի շուրջ սաստվելու է իմ կողմից։ Հիշում եք նաև, որ յուրաքանչյուր մեծ նախագիծ, յուրաքանչյուր գեղեցիկ գործ ունենում է իր գործընկերները։ Այ դրա համար հենց այս պահին ես ուզում եմ վերհիշենք մեր գործընկերներին։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինոգործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտիր անհրաժեշտ մասնագետին Զորելիում, 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, մեկ հարթակում, ընտրիր ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ, դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel, ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղղակի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel, ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, Սա լավ տեսք չունի։ Ուզում ես շտկենք։ Հա, շատ ավելի լավ է։ Մոգո, ստացիր անգրավ վարկ և դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։ Այբոլիթ հեռախոսների և աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը, Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։ Ցուցադրման հովանավորներն են LikeNet ընկերությունը,
LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ եւ բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ եւ ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Լեդիզոն կանանց մարզասրահների ցանցը։ $379 գարեջուր։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը։ Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքարտեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ Բոլորիդ մաղթում ենք բարի դիտում։ Ահա, գործընկերների մասին էլ խոսեցինք, հիշեցինք գործընկերներին, դուք պատրաստ եք, տեխնիկական անձնակազմը պատրաստ է, Լիկա ջանս, մենք պատրաստ ենք, շատ լավ, ուրեմն գիշեր։ Խաղին մասնակցում են 10 մասնակից։ Նրանցից 7-ը կարմիր են, 3-ը սև։ Կարմիրների ղեկավարն է շերիֆը, սևերինը Դոնը։ Առաջին գիշերը բոլոր մասնակիցները ընտրելով խաղաքարտ ծանոթանում են իրենց դերին։ Խաղաքարտին ծանոթանալուց հետո արթնանում են 3 սևերը, Դոնի գլխավորությամբ, ծանոթանում են միմյանց հետ եւ Դոնի նշանով որոշում են հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Ամեն գիշեր Դոնը իրավունք ունի փնտրել շերիֆին։ Ստուգման հնարավորություն ունի նաև խաղի շերիֆը, պարզելու կասկածյալի գույնը։ Ցերեկային փուլում յուրաքանչյուր խաղացող ունի 1 րոպե խոսելու ժամանակ, որի ընթացքում նա պետք է արտահայտի իր կարծիքը այլ խաղացողների վերաբերյալ։ Համար 1։ Ուզում եմ ասեմ, որ շերիֆ ինչու եմ շատ նախընտրում, որովհետև համ կարմիրների համար է հանելուկ, համ սևերի, եւ ինձ թվում է դա ամենապատասխանատու խաղաքարն է։ Համար 2։ Աղոթքներս պիտի որ դեր խաղան եւ շատ կուզեմ էլի կարմիր խաղաքարտ քաշեմ, որ հանգիստ առանց ճնշման, տատանման ես իմ խաղը ունենամ։ Համար 3։ Միանշանակ այսօր մարտական, անկախ քաշած խաղաքարտից այսօր պետքա կրենք։ Միշտ խուսափել եմ սև խաղաքարտից, բայց այսօր պետքա սև լինի թե կարմիր, պետքա կրենք։ Համար 4։ Երկու խաղաքարերն էլ լավն են, դրա համար եմ այսպես հագնվել եւ սևի եւ կարմիրի մեջ։ Կարևորը խաղը կայանա, հետաքրքիր լինի։ Համար 5։ Հույսով եմ սև խաղաքարտ կգնի, ինտրիգային լավ հետաքրքիր հաղթանակ կունենա սևերը։ Համար 6։ Հույսով եմ այս անգամ եւս կարմիր խաղաքարտ կքաշեմ եւ այս անգամ կարմիրներով պիտի որ հաղթենք։ Համար 7։ Սիրում եմ համախմբել մարդկանց, իսկ այս պարագայում իմ համար դա ոնց որ խաղի մեջ շերիֆի ավելի շատ առաքելությունն է, քան որևէ ուրիշ կարմիրի, որտեղ ինքը պետքա կարողանա աննայից վարի այդ խաղը, որ կարմիրները իրար հետ թիմ կազմեն եւ կարողանան սևերին հաղթել։ Համար 8։
համար 9։ Էլի մարտական եմ տրամադրված, հաղթական եմ տրամադրված, սպասում եմ վերլուծական լավ խաղ, որ պիտի հաղթեն կարմիրները։ Համար 10։ Գերադասում եմ սև, ադրենալինը բարձրանում ու այդ ժամանակ դու բոլոր ռեսուրսներդ ներսի օգտագործում ես, որ սեղանին համոզես, որ ասենք բնականաբար կարմիր ես։ Խաղաքարերը բաժանված են։ Արթնանում են բոլոր սևերը։ Սա խաղում միակ գիշերն է, երբ սևերը միաժամանակ արթնանում են։ Սևերը կարմիրներին հեռացնում են ամեն գիշեր, թիվ ցույց տալու միջոցով։ Բոլորը պետք է ցույց տան նույն թիվը։ Շնորհակալություն, սևերը հեռանում են։ Ուզում եմ տեսնել շերիֆին։ Արավոտ։ Բարի լույս բոլորին, բարև բոլորին։ Ուրախ եմ ողջունել ձեզ եւ այս պարզ արավոտյան առաջին պարզ քննարկումը սկսում ենք համար 1-ից։ Համար 1։ Ողջունում եմ բոլորին, սիրելի կազմակերպիչներ, մասնակիցներ, սիրելի հաղորդավար, սիրելի հովանավորներ։ Գեղեցիկ խաղ եմ մաղթում։ Հետաքրքիր բան նկատեցի, որ մեր սեղանին քանակական գենդերային հավասարություն կա, 5 տղայինք, 5 աղջիկ, բայց ես ամեն դեպքում ցանկանում կարմիրների հաղթանակ, մեր թիմի հաղթանակ եմ ցանկանում, եկեք խոսենք համաչափ արգումենտավորված խաղային ու միանշանակ կհաղթենք փաս։ Շնորհակալություն համար 1, համար 2։ Ես նույնպես սիրով ողջունում եմ բոլորիս, քանի որ միշտ կարմիրների կողմնակից եմ եւ այս անգամ ես էլի կարմիր խաղաքարտ եմ քաշել։ Համար 1-ի մասին չեմ կարող ինչ-որ հստակ գույն տալ, խոսքը շատ լավն էր, լոգիկ էր, հրաշալի մաղթանքներ էին, մանավանդ ինձ դուր եկավ կարմրի պահը, բայց 50-50 կտամ, արդեն մյուս շրջանի ժամանակ հստակ գույն կարող եմ տալ։ Բարի խաղ կարմիրներից հաղթանակով, փաս։ Շնորհակալություն, համար 3։ Ողջունում եմ բոլորիս, համար 1, համար 2 ինձ համար 50-50 են, քանի որ ուղղակի գեղեցիկ տեքստեր չեմ կարող գույն տալ, դրա համար ինչքան կարմիր են, այդքան կարող են լինել սև, դրա համար 50-50 են, բայց ավելի հակված եմ, որ լինեք կարմիր, ինքս կարմիր խաղացող եմ, ուզում եմ կարմիրներով համախմբվենք ու խաղամ, կլսեմ մնացած մասնակիցներին, նոր կանեմ իմ վերլուծությունը, այսքանը փաս։ Շնորհակալություն, համար 4։ Ողջույններս բոլորին։ Մաղթում եմ հետաքրքիր խաղ ու կարծում եմ այդպես էլ լինելու է։ Հիմա ոչ մեկին չպիտակավոր եմ, չսևացնեմ կարմիր լինելով, բայց կլսեմ ուշադիր բոլորիդ ու երկրորդ անգամ ավելի կոնկրետ կարտահայտվեմ։ Փաս։ Շնորհակալություն, համար 5։ Բարև ժողովուրդ ջան, նորմալ չի էլի 1-ից մինչև 4 ոչ մեկ ոչ մի չասեց։ Вообще նորմալ չի, որովհետև 1-2 կարային բան չասեն, բայց 3 հետ չնկատես, 4-ը չնկատես։ 4-ը միգուցե ավելի նոր խաղացող չնկատես, բայց 3-ը գոնե պետք է նկատեր, էլի։ Դրա համար խնդրում եմ ընդունեք 3 եւ ընդունեք 4 համարի թեկնածուները։ Համար 3 ընդունված է։ Իմ համար вообще նորմալ չի։ 1-ին ես վատ եմ տեսել, բայց քանի որ 1-ը ոնց որ 0 շրջան խոսում է ու առանձնապես չի կարելի հասկանալ, ավելի շատ վատ եմ տեսել։ 2 նորմալ խոսացել է, չնայած 1-ի մասով ոչ ման չի ասել, 3-ը տենց բարի եւ ստանդարտ տենց բարը դες բան տենց շատ փոփուշ խաղա եւ այլն։ 4-ը էլի ոնց որ 1-ից 3 ոչ մի գույն չի տեսել։ Իսկ ստեղից աճ վստահ եմ որ գոնե 1 սև կա։ Դրա համար նորմալ չէ որ 1-ից մինչև 4 ոչ մի գույն չի տեսել, ու քանի որ 5 տղամարդ եւ 5 կին են խաղում, հույսով եմ կանայք չեն կրես խաղը, կրեն կարմիր եւ գոնե տղամարդիկ, այսքանը փաս։ Շնորհակալություն, համար 6։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորին, լավ խաղ եմ մաղթում։ Ժողովուրդ ջան, իմ մտահոգությունը որն է այս սեղանին, երբեմն այս խաղերի ժամանակ լինում է, որ մարդիկ տեխնատություն են դնում եւ քվեարկում են ինտուիցիայով։ Ուզում եմ ասել, որ այս խաղը ինտուիցիայի խաղ չի, ուզում եմ բոլորիս մաղթեմ արգումենտալ խաղ։ Ես կիսում եմ համար 5-ի կարծիքը, չի կարելի մաֆիայում 3 հոգի խոսեն, համար 4 ու բոլորի խոսացածը ձեր համար ընդունելի լինի, որևէ մեկի հետ կապված որևէ առարկություն չունենաք, դա առնվազն տարօրինակ է։ Ես հիմա չեմ ասում էլի, որ դուք սև եք դրա համար
կամ բոլորը սև էին, դրա համար դուք էլ տենց պատժ կա անելով ոչ մի բան չասեցիք, ձեր սևերին չթիրախավորեցիք, բայց ամեն դեպքում ինչ որ պոզիցիա պետք է տալ, դուք չտվեցիք 5-ը տվեց։ Դրա համար ես խաղում եմ 5-ի հետ, չեմ խաղում 1, 2, 3, 4։ Ես ու 5-ը կարծում եմ կարմիր գույն են, ես վստահ կարմիր գույն եմ, 5-ը կարծում եմ կարմիր է։ Նաև կիսում եմ կարծիքը, որ առնվազն մի սև կա մեզնից աջ ֆլանգում եւ եւս երկու սև հավանաբար մեզնից ձախ։ Ժամանակ, շնորհակալություն։ Կիսեն կհասկանաք։ Շնորհակալություն։ Համար 7։ Ողջունում եմ բոլորիդ, ես հենց լսելով եկա 1, 2, 3, 4 հենց ժպիտի դեմքից, հասավ 5-ի խոսքը, ես վրոց լրջացա, հիշեցի, որ մենք մաֆիա ենք խաղում, շատ դրական էր ամեն ինչը, այո, ես ժպտում էի նստած, հետո սկսվեց ագրեսիա 5-ի կողմից մի անգամից, եթե վերադառնում եմ մեր խաղին, իհարկե, 1-ի խոսքը ողջունելի խոսքեր իմ համար նորմալ, չես կարա ոչ մի բան ասես, 2-ը նույն ձևի, 3-ի պոզիցիան, այո, ես էլ եմ մտածում, որ 3-ը արդեն պետք է ինչ-որ կարծիք ասեր 1-2 լսելուց, ընդունում եմ, ոչ մեկին չեմ սևացնում, չեմ կիսում 6-ի կարծիքը, որ պարտադիրը տեղ պետք է լինի սև, կյանքի փորձը ցույց է տալի, այո, 3 սև կարան իրար կողքել նստած լինեն, նու ես ինձ նկատի չունեմ, իհարկե, ես կարմիր եմ, այդքան է, ոչ մեկի թեկնածություն չեմ դնում, որտև 3-ը դրված է։ Համար 8։ Ողջունում եմ բոլորին, շատ հետաքրքիր այսպես լսեցի։ Իմիջիայլոց կարմիր խաղալ շատ եմ սիրում, որովհետև ուզում եմ հաղթել ու հենց միանգամից ասեմ 1-ից սկսեմ։ Ես օրինակ չէի նկատել, որ 5 աղջիկ 5 տղա են, ովքեր են ավելի շատ նկատում, ովքեր ավելի համարներին ու ինչի դա հենց նոր նկատվեց, չհասկացա։ Մեկ արգումենտ, ես մի քիչ ձեզ այլ գույն եմ տեսնում, երկրորդին դեռևս ոչինչ չեմ կարողացել, որովհետև նույնիսկ չեմ հիշում ինչ ասվեց, նոր էինք խաղը սկսել, բայց մեկի ասած այդ 5 աղջիկ 5 տղան մի քիչ ինձ այդ ոնց նույնիսկ ես չէի նկատել, եթե անգել։ 3-ը ինձ թվում է, որ միանշանակ սև է, որովհետև չէ, միանգամից ոնց, այսինքն 2 հոգի խոսում են, ոչ մի բառ չկա ասելու, մի քիչ գոնե կարելի էր մեկի վրա այդ թեմայով կենտրոնանալ, 4-ի մասին ոչինչ չեմ կարող դեռ ասել։ 5-ը շատ ակտիվ է, էլի սկսելու եմ կասկածել, այ սկսելու եմ կասկածել։ Թե 6-ը ինչի բռնեց 5-ի թե 6-ը չհասկացա, ես ժամանակ, շնորհակալություն համար 8, ժամանակ։ Լավ, բաց։ Նկատողություն համար 8։ Ողջույն բոլորին։ Համար 1 կուզեք ձեզ հետ կիսվի խաղը, ասելու բան ունեք։ 7 հոգու լսել եք, ասելու բան չունեք։ Կիսվելու գնոց Մի խոսեք, նկատողություն կստանաք։ Դե հիմա տեսեք, ձեզնից հետո արդեն 6 հոգի, 7 հոգի խոսել է, դուք ասելու բան չունեք, տարօրինակ է։ Ընդունեք համար 1, համար 10-ը կորոշի ինչպես է կիսում։ Ես խաղում եմ համար 5-ի հետ, որովհետև համար 5-ը ճիշտ է նկատում, որ իրոք ոչ մի ասելու բան չկա, համար 2 ուզում հատուկ ձեզ անդրադառնալ, ես մի քիչ լարվածություն նկատեցի ձեր խոսքի մեջ, ուզեմ որ կարմիր լինեք, համար 3-ը էմոցիոնալ ցույց է տալիս, որ կարմիր է, բայց այ համար 4-ը շատ իմ կարծիքով կասկածելի նստած է, համար 10-ը որոշեք ում եք կիսում։ Ինձ դուր է եկել համար 6-ի տրամաբանական խոսքը, բայց ավելի սևական եմ տեսնում համար 6-ին։ Ցավոք սրտի, համար 7-ը բարի դրացիական, բայց տեսեք, եթե դուք ասում եք այս կողմի վրա են նստած, ուրեմն ես հիմա սև պիտի խոսեմ։ Ըստ ձեր տրամաբանության, ես կարմիր եմ, եկեք փոխենք այն կողմում էլ մանկանք սևեր, այնց երևի ճիշտ կլինի։ Ժամանակ, շնորհակալություն համարինը։ Համար 10։ Շնորհակալություն, ողջույն բոլորին, ուրեմն շատ արագ ասեմ, համար 1-ի խոսքը ճիշտ նկատեց համար 8-ը, մի թեթև կասկածելի թվաց, որ համար 9-ը հարցից խոսելու բան չունեք, ոնց կարա այդքան հոգի խոսա, ու դուք ոչ մի բան չունեք, գոնե մեր մասին խոսեք, մնացածի մասին, համար միանշանակ մեկը կիսվում է, ընդունեք համար 6, ուզում եմ ձեզ կրկին իրա խոսելուց հետո ուզում եմ տենց կիսեմ, իսկ թվում է ճիշտ եմ անում, 1-6, ու ինձ դուր չեկավ, թե ով որ մեկը ուշադիր չեմ եղել, ասեց կանայք չեմ ուզում կրեն, տղամարդիկ, լավ չես անում, շատ վատ ես անում, մի խոսքով հիմա կիսում եմ 1-6, թող խոսեն, որովհետև ընդեղ էլ շատ սևական, մեկին էլ ուզում ենք լսենք, 1-ից մինչև 5 քվեարկում է 6, մենք քվեարկում ենք 1, շնորհակալություն, փաստ։ Ժամանակ, շնորհակալություն համար 10, եւ այսպես, այս պահի դրությամբ առաջին քննարկման օրվանից հետո մենք ունենք 3 առաջադրված տեխնացու, համարներ 3, 1 եւ 6, կրկնում եմ, համարներ 3, 1 եւ 6,
Ովքեր են կողմ, որ խաղալքի համար 3-ը։ Շնորհակալություն 0-ային։ Ովքեր են կողմ, որ խաղալքի համար 1-ը։ Շնորհակալություն 5-ային եւ հետեւաբար հաջորդ 5-ձայնն էլ գնում են համար 6-ին։ Այսինքն ձայները կիսվեցին համար 1-ի եւ համար 6-ի միջև։ Հետևաբար 30-ական վայրկյան կրկին խոսելու են համար 1-ը եւ համար 6-ը։ Համար 1 30 վայրկյան։ Շնորհակալ եմ։ Համար 9-ը իմ դեմ առաջարկում եմ որպեսի լինի կիսոցի, բայց շատ ավելի ստեղ արժանի մարդիկ կային, ավելի սևական մարդիկ են, ում հետ պետք է կիսվել, ես դրա համար եմ ասում, կիսոցու գնով պետք չի։ Ես համար 1 եմ նստած, ժողովուրդ, ես ինչ ուզեմ կարամ խոսամ, կարամ ասենք Պուշկինից բան արտասանեմ, համար 1-ին կարելի է խոսել ամեն բան, այդ ոչի բանը տեքս չի կարելի վերցնել argument, միանշանակ սև եմ տեսնում 6, միանշանակ սև եմ տեսնում 9։ Ժամանակ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Համար 6։ Շնորհակալ եմ։ Համար 6-ը ինչ ասել, ժողովուրդ, խնդրում եմ հիշեք, ես մաղթել եմ բոլորին արգումենտալ խաղ, որ ինտուիցիայով չխաղանք։ Բացի այդ իմ համար որպես մաֆիա խաղացող նորմալ չի, երբ որ թմեր չեն ձևավորվում։ Ժողովուրդ ջան, կարծիք եք ասում, ասեք ով ում հետ է թիմ կազմում, ով ում հետ է խաղում, որ կարողանանք պրոգնոզ անենք, իմանանք ում հետ խաղանք մեր կարմիր խաղը։ Իմ ասածը այդ է։ Բայց համար 1 ջան, երբ որ դու գերադասում ես 18 հոգի խոսա, դու ոչ մի բան էլի չխոսաս, 18 հոգի չէ, 9 հոգի 18 անգամ, մինչև ձեզ հասնել, այդա вообще նորմալ չի։ Ժամանակ համար 6, ժամանակ։ Կրկին քվեարկում ենք հարգելի խաղացողներ, եւ այսպես, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն 5 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 6-ը, շնորհակալություն 5 ձայն։ Կրկին բոլորը խաղում են եւ ես պետք է եւս մեկ առաջարկություն անեմ։ Ովքեր են կողմ, որ երկուսն էլ լքեն խաղը։ Շնորհակալություն 0 ձայն, բոլորը խաղում են, մենք էլ խաղում ենք։ Գիշեր։ Սևերը դուրս են գալիս որսի եւ ցույց են տալիս իրենց հերթական զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 4-ին։ Դոնն է արթնանում եւ փորձում է գտնել շերիֆին։ Դոնը ստուգման ընթացքում գտավ շերիֆին։ Աչքերը բացում է շերիֆը եւ փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգման ընթացքում գտավ սև խաղացողի։ Բոլորի աչքերը մնում են փակ։ Համար 4։ Ձեր կողմից կասկածվող 3 սևերը։ Նա գուշակեց բոլոր 3 սևերին, որի համար կստանա մրցաշարային հավելյալ 0.5 միավոր։ Արավոտ եւ համար 4։ Ձեր կտակը 1 րոպեում։ Ասեմ, որ կարմիր էի, երևի արդեն պարզ է։ Բան չունեմ ասելու, ես գնամ։ Շնորհակալություն համար 4։ Ճանապարհենք համար 4-ին։ Կարծում եմ մյուս խաղին, եթե առիթ ունենամ, արդեն ավելի ուրիշ կերպ կմոտենամ, հենց որ 5-ը, 8-ը, 10-ը աչքերի փայլերով արհեստական մի խոսքով։ Շարունակում ենք երկրորդ քննարկման շրջանը եւ երկրորդ քննարկման շրջանը սկսում ենք համար 2-ից։ Համար 2։ Երևի բոլոր խաղացողների մոտ նույն զգացումն է լինում, երբ առաջին շրջան քո կարմիր թիմի մեջ մեկը լինում է ու գիշերը կրակվում է, ոնց որ հույսը մի քիչ հաղթանակի նկատմամբ խամրում է։ Կիսվելու ժամանակ ես մեկին, չգիտեմ ինչքանով եմ ճիշտ, մեկին ավելի կարմիր տեսա, քան 6-ին։ Ու այսպիսի մի կարմիր թիմ եմ փորձել ինձ համար հավաքել 7, 8 եւ 10, միգուցե սխալվեմ, չգիտեմ։ Բայց սև թիմ ինձ համար այս պահին 3-ը 60-40, 5-ը 60-40, բայց ավելի 70-30, 6 եւ հարգարժան 9, բայց կուզեմ, որ կարմիր լինես, չգիտեմ ինչու։ Քանի որ առաջին խոսացողն եմ եւ վախենում եմ սխալվել։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 3։ Համար 5, համար 6 ջան, մի անգամից ասում եք խի թիմ չեք կազմում, խի չեք, բայց 0 շրջանում 1-2 բան չի խոսացել, ես ոնց թիմ կազմեմ։
Դե ես դրա համար ասացի 50-50-ն չեմ ուզում խաղը ջարդել, դրա համար քվեարկություն չեմ դրել։ Համենայն դեպս ուզում եմ ձեզ կարմիր տեսնեմ, 6-ի իմ համար 50-50-ա, մեկը 50-50-ա, 7-ը 50-50-ա, 8-ը հենց դուրս է գալի ու ինձ սևացնում ենք իմ համար սևա, այս շրջան գնում է խաղից համար 8-ը, 9-ը էլի 50-50-ա, ուզում եմ 10 ձեր հետ խաղամ, ուզում եմ խաղամ 2, 10, 5, այսքանը փաս, առայժմ։ Շնորհակալություն։ Համար 5։ Ավելի անկեղծ էր համար 3-ի այս շրջան խոսքը, դրա համար գույն չեմ ուզի տամ, որտեվ առաջինը նորմալ չէր, երբ որ ասում ես մի վարքյան, երբ որ առաջին երկրորդ խոսում են, 1-2 խոսում են, նորմալ է որ չտեսնես ինչ-որ բան, բայց նորմալ չէ որ չասես այդ մասին։ Որտեվ պետք է ասես, եթե մեկ, օրինակ ես մեկի վատ եմ տեսել, նորմալ է որ վատ եմ տեսել, ես կարամ եւ սխալվեմ, որտեվ առաջինն է, ասած համար առաջին ինչ ուզի կարա խոսա։ Ես համեն դեպս մաքսիմում լավ չեմ տեսել։ Այս շրջան զերծ կմնամ քո հետ խաղալուց, ոչ սև, ոչ կարմիր, երկուսի խոսքը ասեմ, էլի երկուսի խոսքը էլի որպես սևական ինչի եմ ասում սևական, որտեվ լիքը բան ասում է, բայց բան չի ասում։ Իմ համար դա սևի խոսքը։ Երբ որ կոնկրետ բան չկա, համար երկուսը բան չի ասում։ Իմ համար համար երկուսը 70%-անոց սև է։ 1-6-ի մեջ տարբեր գույներ կա, մի հատ լսեք, էլի համար 9։ 1-6-ի մեջ համարում եք որ տարբեր գույներ կա։ Իմ կարծիքով 1-ի մեջ է այդ սև գույնը։ Ավելի շատ 70% 1-ի մեջ է, հետո նոր 30% 6-ի մեջ, ավելի շատ 6-ին եմ ուզում հավատամ, որովհետև 6-ը նկատի։ Ժամանակ, շնորհակալություն համար 5, համար 6։ Գիտեք ինչի եք իմ մեջ սև տենում կամ 50-50 տենում, որովհետև ես երևի մի քիչ բարձր եմ խոսում ու մի քիչ ավելի ազարտով եմ ուզում խաղամ այս խաղը, էլի։ Իմ ասածը ինչ ա եղել, ասում եմ թիմ կազմեք, կարողանանք պրոգնոզ անենք։ Համար 2 ջան, հիմա անդրադառնամ ձեզ։ Ամբողջ սեղանը ոնց հասկացա։ Չէ, փորձենք, ստուգված է, ով է ստուգ։ Հա, չէ, չեմ դնում, կհասկանանք ում կհանենք, ինձ հետո կլսեմ։ Համար 2 ջան, երբ որ համար 1-ը էլի եմ ասում 18 խոսակցությունից հետո չի ուզում ինքը մի հատ վեր կենա, մի հատ դիրքորոշում ասի, դա առնվազն սևական խաղը հասկանում եք խուսափում է այդ մարդը խոսալուց։ Ու եթե մեկը ձեր համար նորմալ է ու դուք իրան ավելի շատ կարմիր եք տենում, ինձ ավելի շատ սև, դուք իմ աչքին սևանում եք։ 10 վայրկյան։ Բայց խի չդնենք։ Ընդունեք համար 2։ Ես ինձ հետո կլսեմ, կհասկանամ քվեարկեմ թե չէ, էլի 50-50-ը համարեք, բայց սևական եք խոսում պաս։ Ժամանակ, շնորհակալություն, համար 7։ Ճիշտն ասած, ինձ երկուսի խոսքը շատ անկեղծ թվաց։ Ես կխաղամ այդ թիմում 2, 7, 9, 10, իմ համար ավելի շատ իրանք կարմիր են, քան սև, իմ կարծիքով, այո։ Կարող է, բայց հələ որ դեռ տեսնում եմ կարմիր, չէ։ Իմ համար 5-ի ու 6-ի, ճիշտն ասած, ատականները մի քիչ շատ ագրեսիվ եք ու անընդհատ փորձում եք ձեր կարծիքը մտցնել ոնց որ բոլորի մեջ։ Ես տենց չեմ մտածում։ Իմ համար 2-ի խոսքը շատ անկեղծ թվաց։ Ես այդ համար 5 նկատողություն։ Ես ընդունում եմ ճիշտ եք ասում, ես չեմ սևացնում ձեզ դեռ այս շրջանում, բայց իմ համար 2-ը տակակ ոնց որ ես տեսնում եմ 2-ի, 5-ի ու 6-ի գույների մեջ տարբերություն, դրա համար ես խաղում եմ 2-ի մեջ։ Ընդունեք 6։ Համար 6 ընդունված է, ժամանակ, շնորհակալություն։ Համար 8։ Խնդրում եմ ընդունեք համար 3-ի տեխնատությունը։ Համար 3 ընդունված է։ Եթե թող նկատողություն 9-10-ի քվեարկությունը չդրեք, ուրեմն իր հետի սևերն եք 8-ը ստուգված սևա ինձ բացվել եմ։ Կարող եմ շարունակել։ Նկատողություն ուզում եմ ստանալ։ Համար 3 երկրորդ նկատողությունը։ Ես չեմ հասկանում 3-ը ինչի է այսպես խառնվել, ինձ էլ բացվել են, ասել են, որ 3-ն է սև։ Հիմա ես չգիտեմ, որ մեկը տա ճիշտ։ Ներողություն, խնդրում եմ դրեք 3-ի քվեարկությունը, տեխնատությունը, որովհետև ինձ համար 3-ը միանշանակ սև է ու այս խաղին պետքա դուրս գա այսքան բան, ով ոնց ուզում է քվեարկի, ես կարմիր խաղացող եմ, մնացածը դուք գիտեք, բան չունեմ ասելու, ժամանակ չի մնա, որ մնացածներին անդրադառնամ։ Ժամանակ, շնորհակալություն, համար 9։ Խնդրում եմ ընդունեք համար 8, համար 3։ Համար 8 ընդունված է։ Երկու նկատողություն, խնդրում եմ նստացեք նկատողություն։ Համար 8-ը սեղանի համար 3 հոգու համար նախորդ շրջանից ու այս շրջանի ընթացքում էլ սևացել է, հիմա ավելի սևացակ, որ ոչ մի բան չունեք ասել, ինձ թվում է համար 3-ը որ սև լինել, այդպես չէր խաղա։ Համար 5-ը պետք է ստուգվի անպայման, որտեղ համար 5-ը թույլ ողակ է գտել համար 3-ին անդադ իր վրա հարցակում է գործում, որը դրանով սևացնում ես։ Բա համար 3-ից էիր խոսում ամբողջ շրջան։ Համար 6, եթե դուք կարմիր խաղացող եք,
դուք շատ ծանր դեր եք հիմա վերցրել ձեր վրա, որտեղ լրիվ սևանում եք, սեղանի մեծամասնության համար դուք սև եք։ Իմ թիմն է, ես դեռ համար 1 ձեզ կլսեմ, իմ թիմն է համար 2-ը, համար 7-ը, համար 3-ը։ 10 վարկյան։ Ես չեմ խաղում համար 10 կամ համար 10-ը պետք է ստուգվի կամ համար 5-ը պետք է ստուգվի։ Իմ սևերի եռյակն են 5, 10, 5, 10, 8։ Իմ սևերի եռյակն են, ես կուզեմ իրանցից մեկը անպայման ստուգվի, ասում են 8-ը շնորհակալություն։ Համար 10։ Համար 8։ Քեզ իշմար են տվել, որ դե հա, տենց ինչ որ հասկացրել են, որ ուղղակի ինձ հետաքրքիր է։ То есть ինչ որ շերիֆ քեզ բացվել է ու ինչ որ հա ինչ է կատարվել։ Ես քեզ չեմ հավատում։ Ես չեմ հավատում։ Խնդրում եմ հարգեք, էլի, բան եմ ասում, մի հատ լսեք։ Հիմա դուք եք ձեզ վատ դրսևորում։ Ինձ համար 8-ն է, սև, համար 6-ն է, սև, եթե դուք նկատեիք ամբողջ շրջանը։ Ու այս մայթին մի հոգի էլ կա։ Ես կարմիր խաղացող եմ, համար 9-ը։ Ես լրիվ լիովին կարմիր խաղացող եմ։ Այս մայթի վրա մի հատ սև կա։ Նայեք, ոչ մեկ կանդիդատուրա չի դնում։ Չի դնում ոչ մեկ։ Երկուսը լավն է։ Երկուսին։ Ընդունեք համար 2 դրած է երկուսի կանդիդատուրան։ Համար 2 հաստատված է։ Ես 8-ին կքվեարկեմ։ Փաս։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 1։ Շնորհակալություն, ընդունեք 8։ Եկեք շատ մեծ խաղը չբարթացնենք ժողովուրդ։ 8-ը Ռուսերեն բառասեմ պալի տեղած սև խաղացողը։ Համար 3 իր այդ կոնտրատական, դե որ քեզ բացվել են, դե ինձ եմ։ Այդ ոնց եղավ, որ ձեզ բացվեցին, երբ հասցրեցին ու հենց այն մարդու հանդեպ, ով որ ասել, որ իրան եմ բացվել ձեր պահով, այդ ինչ տենց համընկում եղավ, չէ։ Միանշանակ գնում է 8-ը ժողովուրդ, գնում է համար 6-ը հետո, ես խաղում համար 10, խաղում համար 9, խաղում համար 7 եւ համար 2։ Բերեք սենց սիրուն հանենք, էլի։ Սկզբից հանում ենք համար 8-ին, հետո հանում ենք 6-ին, իհարկե գիշերը շատ բան պարզ կդնի։ Բայց բերեք այդ մեր որոշած գծով գնանք, շատ չխառնենք։ Երկուսին պրինցիպի եթե ուզենք կանենք, կարմիր եմ դենում ես յան ավելի շատ։ Բայց դե որ ակնհայտ երկուսը կա, էլի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, քննարկման շրջանն ավարտվեց եւ արդյունքում մենք ունենք 4 տեխնացու։ Նրանք են համար 2, համար 6, համար 3 եւ համար 8։ Կրկնում եմ, համար 2, համար 6, համար 3 եւ համար 8։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 2-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 6-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 3-ը։ Շնորհակալություն 1 ձայն։ Եվ ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 8-ը։ Համար 8։ 1 րոպե։ 3-ը միանշանակ սև խաղացող է, որովհետև ի սկզբանե ես կարմիր եմ գնում, սա անիմաստ ինչ-որ շփոթություն էր։ Ես ուղղակի տեղի տվեցի էմոցիաներից, բայց ասում եմ, որ 3-ը սև խաղացող է։ Այսքան բան եմ ասում ու վերջ։ Բարի խաղ կարմիրներին, ես կարմիր եմ։ Համար 5 նկատողություն։ Ես կարմիր եմ գնում։ Շնորհակալություն, ճանապարհենք համար 8-ին։ Շտապում եք։ Այ հիմա գիշեր։ Դուրս են գալիս որսի սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Սևերը այս գիշեր վրիպեցին։ Աչքերը բացում է Դոնը եւ Դոնը այս գիշեր չստուգեց ոչ ոքի, քանի որ խաղի մեջ չէր։ Աչքերը բացում է Շերիֆը եւ փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգման ընթացքում գտավ սև խաղացողի։ Բարի լույս բոլորին, բարի լույս եւ սկսում ենք մեր քննարկման հաջորդ շրջանը, համար 3։ Համար 1 ջան, դուք 8-ին հանելուց ուզում եմ հավատամ, որ դուք կարմիր եք, բայց դեռ էլի 50-50 է, երկուսը դեռ խաղում եմ ձեր հետ կարմիր եք, ես կարմիր եմ, 5-ին կարմիր եմ տեսնում, 6-ին չեմ կարող ոչ մի բան ասել, 7-ը ինձ կարմիր ես։ Այս շրջան ընդունեք համար 10, համար 10-ը այս շրջան գնում է, համար 10-ը սև խաղացող է,
Ստուգելն բացվել են։ Լավ, շերիֆը մի հատ է կստուգեմ, կարող է ես գիշեր ինձ խփեն, համար 8-ը ստուգված սև էր, համար 10-ը ստուգված սև անթունեք, սևի քվեարկություն։ Իա, հիմա էլ դուք բացրակ։ Всё, փաս։ Շնորհակալություն։ Համար 5։ Հազիվ շերիֆ։ Համար 3 նկատողություն, համար 3 երրորդ նկատողություն ունեն ձեր։ Հաջորդ շրջանին դուք շատ ավելի քիչ եք խոսելու։ Համար 10 ձեզ էլ նկատողություն։ Համար 5 1 րոպե։ Շնորհակալություն, ես 0 շրջան 3-ին վատ եմ տեսել ու նորմալ է որ վատ եմ տեսել, հետո 3-ին համարել եմ կարմիր, 8-ին համարել եմ սև։ Ես առաջարկում եմ ինձ ստուգի, որպեսզի իմ ու 9-ի գույնի մեջ տարբերությունը հասկանա։ Ես չեմ հավատում քեզ, չէ, 3-ը մեկը անկեղծ շերիֆ է իմ համար։ Ինձ եթե ստուգում է 9-ի գույնը պարզվում է սև, բայց իմ համար սևը 9-ն է միանշանակ, որտեվ անցած շրջանից անդադ ասում է 5, 5, 5, ես 5 ստուգում, եթե ես գիտեմ 5-ը կարմիր է, ինչ է շեղում շերիֆին։ Բայց ես այդ ոնց որ թողում եմ շերիֆի վրա, էլի, շերիֆի հայացողության վրա, ես դեմ չեմ, կամ 5 կամ 9։ Ես քանի որ ստուգված սև կա, այդ համար 10-ն է, դրա համար 9-ի մասին չեմ խոսա։ Բայց իմ սևը 9-ն է, իմ սևը 1-ն է, իմ սևը երրորդ սևը, ես երրորդ սևը գնացել եմ։ Եթե 1-ը չի, ապա 2 ու 6։ Ժամանակ, շնորհակալություն համար 5։ Համար 6։ Ընդունեք համար 10-ի տեխնատությունը։ Համար 10 հաստատված է։ Համար 3 ջան։ Մի խոսացեք 3 հատ ֆոլ ունեք, կհեռանաք, եթե դուք շերիֆ եք, էլի ուզում եմ իմանամ դուք վաղուց եք մաֆիա խաղում։ Չէ, նոր եք խաղում, ուրեմն անկեղծ շերիֆ եք, ապրեք, ես հավատացի ձեզ։ Համար 10 ջան, լսեք, դուք եւ համար 1-ը եղել եք միակ մարդիկ, ովքեր որ վրիպմանը տխրել են, որ վրիպում ա եղել, որ գիշերը մարդ չի խփվել։ Հասկացաք, 2-ը 3-ը իզարմանս ինձ ծափահարում էին, որ ոչ մեկ չգնաց, ուրախացան, բայց դուք եւ համար 1-ը շատ տխրեցիք։ Բացի այդ, դուք ուշադիր չեք խաղին, ինչի համար 5-ը ասում է երկրորդ շրջան, համար 3-ը շատ ավելի անկեղծ խոսած ու կարմրեց իր աշկին, բայց դուք ձեր խոսքում ասում եք համար 5-ը ատակարարեց համար 3-ի վրա։ Ես իդեալական կարմիր եմ խոսացել բարձր ձայնով, դուք չգիտեմ ինչի առանց արգումենտ դրել եք չեք դրել իմ տեխնատությունը, բայց ասել եք, որ ես սև եմ, դուք սև եք տենում։ Ես իմ գույնը գիտեմ կարմիր, հետեւաբար եթե դուք ինձ եւ 5-ին եւ 3-ին ժամանակ շնորհակալություն համար 6։ Համար 7։ Ես ճիշտն ասած 5-ի կարծիքը 9 ստուգելը մի քիչ չեմ կիսում, որտեվ իմ համար 9 կարմիր է։ Չգիտեմ, ինքը ամենաառաջի կրուկ խաղացել է 2, 7 3 խիպտ ինքը լինի սև վդրուկ, եթե տենց ենք խոսում էլի, իմ կարծիքով, ես ավելի շատ սև եմ տեսնում 1-5 ավելի շատ, 1-ի ձեռ չդնելն է տարօրինակ, ես ընդունում եմ ձեր ասած կանոնը, որ ով չի դնում ձեռ, գնում է մեխանիկորեն այդտեղ, բայց մարդ որ ոգևորված է ուզում է հանի սևին, ինքը միշտ դնում է ձեռը, իմ կարծիքով, չգիտեմ, կարող է ես մի քիչ ավելի էմոցիոնալ եմ մտածում, քան դուք, 2-ը իմ համար, եթե հանկարծ 2-ը դուրս գացել, ես չգիտեմ, բայց իմ համար ինքը շատ անկեղծ կարմիր խաղացող է, 3-ի շրիֆությանը հավատում եմ, դեռ իրանից բացի մարդ չեմ լսելով, որ բացվել է, չեմ լսել դեռ, դրա համար իրա շրիֆությամբ եմ դեռ խաղում եմ էլի նույն սաստավի մեջ, 9, 3, 2, 7։ Շնորհակալություն, ժամանակ, համար 9։ Համար 7, համար 6, 2, 1, 3, ես ի սկզբանե եմ հասկացել, որ դուք շերիֆ եք, հետևում էի ձեր խաղին, եթե հիշում եք համար 5-ը ձեր վրա հարձակումներ էր անում, ասում էի մի հարձակվի համար 3-ի վրա, ձեր խոսքով համար 8-ի դեմ տեխնատությունը ես եմ դրել, ասել եմ ստուգեք համար 5, համար 10, ինձ իսկ կարմիր խաղացող է սեղանի մոտ չկա այս, անպայման կստուգես համար 5 կամ համար 7, բայց համար 5, համար 10-ի ստուգումը ես ուզել եմ, համար 5-ի ստուգումը ես ուզել եմ, ես ընդունեք խնդրում եմ համար 5-ի տեխնատությունը, մենք հիմա ունենք համար 10, հիմա կունենք նաև համար 5, Իսկ ստուգված սև կա 5-ի տեխնատությունը։ Համար 5։ Դու իմ համար սև ես, որովհետև դու Համար 5 ձեր երրորդ նկատողությունը։ Մի հատ կարևոր բան ասեմ, լսեք նաև, դու չէիր տեսնում, քեզ էր ուղում, դրա համար եմ ասում, որ քեզ ստուգի, ասեմ ինչի։ Երբ որ շերիֆը դու բացվեցիր արդեն շերիֆ, ասում էր 3 ու վրիպում եղավ, քեզ բոլորը չտեսան, ես տեսա ովքեր քեզ չտեսան։ Դու կամ դոնն ես, կամ դու տեսել ես ու տալիս ես 3-ի կրակում գիշերը։ Ժամանակ, շնորհակալություն։
Համար 10։ Ուրեմն ես հասկանում եմ ձեր մասնագիտականը, բայց ես հիմա իմ մասնագիտական պահերը կբացատրեմ։ Դուք չեք կարող իմ էմոցիաները պահեք ու գտնեք խաղի ընթացքում, ասում եք համար 1-ի հետ դու տխրեցիր, դուք որտեղից գիտեք իմ տխրությունն ու իմ ուրախությունը։ Ամենայն դեպքում դուք ուրեմն համար 6 նկատողություն։ Հենց առաջի 0 կրուգից ինչի եմ ես դրել։ Դրել եմ, որովհետև դուք վատ էիք խոսում, դուք առաջի վատ խոսացողն էիք, համարի հիմա 2-ի հետ ինչ 5-ին եք դրել։ Դուք չեք դրել։ Դուք հիմա ինչ որ մեկի հետ փորձում եք ինչ որ ներխուժել։ Ես եմ խաղի շերիֆը։ Ես եմ ինքը որ զարթնեց, ես իրեն շատ լավ գիտեմ համար 3-ին։ Ինքը տխուր աչքերով, ես հասկացա կամ սև է, կամ ինչ որ չգիտեմ, ինչ որ բայց ես հասկացա որ ինքը սև քարտա քաշե, որովհետև ինքը երբ որ կարմիր քարտա քաշում համար 9, ինքը ձեզ ուղղակի խաբել է համար 2-ի հետ միասին։ Ինքը տխրում է, ու սենց տխուրն է, դե համար էր խառնվել իրար, որովհետև չգիտեր ինչ խոսալ։ Ու փորձեց համար 2-ի հետ եւ համար 6-ի հետ։ Ժամանակ, շնորհակալություն համար 10, շնորհակալություն համար 10։ Համար 1։ Ընդունեք 10 ժողովուրդ։ Համար 10 ես շերիֆն եմ ու չի ասում մաստուկ է։ Չեք թողում ինձ ասել։ Համար 10 նկատողություն։ Չեք թողում ինձ ասել։ Համար 10 ջան, մեր շատ սիրելի դերասանուհի ջան, շերիֆ բացվողը արագ նկատողության հիմա ասեք ում եք ստուգե։ Ում 5 եք ստուգե։ Հետո ինչ եք թե։ 2-ը 7։ Ընդունեք համար 10, համար 6 ներողություն եմ խնդրում, որ ձեզ կասկածում էի։ Մեր կարմիր թիմը ժողովուրդ ջան ձևավորվել է, կամ մենք այդ կարմիրներով այնտեղ տխուր ծխելու ենք հեսա, ներվանանանք։ Բայց ես հույս ունեմ, որ մի 90% պետք է հաղթենք։ 7-ը կարմիր է, 9-ը կարմիր է, 10-ը սև է, 6-ը կարմիր է, 3-ը խաղի շերիֆն է, 5-ը միսևն է 10-ի։ Մի սևն է հանել ենք 8-ներ։ Կարմիր թիմ ջան, խնդրում եմ քվեարկեք համար 10-ի դեմ կամ իրար կկրենք կամ ստով կկրվենք։ Մեծամասնությունը տենց է մտածում մեկը։ Չէ, չկիսենք էլի, հավես չկա։ Փաս։ Ժամանակ, շնորհակալություն համար 2։ Համար 2։ Ես դեռ չեմ խոսել։ Հաճելի շրջադարձ կատարվեց, նախ որ սևերը վրիպեցին։ 6-ի հետ ես սկսեցի արդեն խաղալ։ Նախկին շրջանում 5-ի ինչ որ ազդեցության տակ 6-ին ես սկսեցի չհավատալ, բայց այս շրջան հստակ կարմիրների թիմը ինձ համար բնականաբար շերիֆի հետ միասին 6, 7, 3, 1 ես կարծում եմ շերիֆը 5-ի կամ 9-ի մեջ պիտի ստուգում անի, որը որ մեկին ես կարմիր եմ տեսնում։ Չգիտեմ էմոցիոնալ, ինչ-որ կարմիր բան է, կարող է սխալվում եմ, ես չգիտեմ, ես սովորական կարմիր եմ, ոչ մի բան չեմ կարող ասել, բայց կքվեարկեմ 10-ի դեմ փաս։ Շնորհակալություն։ Եվ այսպես, հարգելի բարեկամներ, ունենք 2 թեկնածու, նրանք են համար 10-ը և համար 5-ը, կրկնում եմ, համար 10-ը և համար 5-ը, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 10-ը։ Շնորհակալություն ձայների մեծամասնությունը։ Դե ինչ համար 10, 1 րոպե։ Բրավո, դու կարաս Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ դառնաս։ Բան չէ, ուզում եմ, այսինքն կռվեք ու խայտառակ լինեք։ Հալալա։ Ճանապարհ ենք համար 10-ին։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտիր անհրաժեշտ մասնագետին Զորելիում 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, 1 հարթակում, ընտրիչ ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ։ Դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel։ Ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղեկի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel
Ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են տակտիկալ բունկեր։ Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ Սա լավ տեսք չունի։ Ուզում ես շտկենք։ Հա, շատ ավելի լավ է։ Մոգո, ստացիր անգրավ վարկ եւ դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։ iBolit հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը։ Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։ Ցուցադրման հովանավորներն են LikeNet ընկերությունը։ LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ եւ բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ եւ ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Ledizon կանանց մարզասրահների ցանցը։ Երեք 379 գարեջուր։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը։ Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ Բոլորիդ մաղթում ենք բարի դիտում։ Կրկին շտապում եք, բայց ոչինչ, գիշեր։ Շերիֆ ստուգվում է 9։ Դուրս են գալիս որսի սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան խաղից հեռացրեց համար 3-ին։ Աչքերը բացում է շերիֆը եւ փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգման ընթացքում գտավ սև խաղացողի։ Առավոտ։ Ցավալի առավոտ ես կասեի։ Համար 5 եւ համար 6 դուք առանց խոսքի իրավունքի հեռացվում եք խաղից։ Խնդրում եմ լքեք խաղասեղանը։ Գիշեր։ Շերիֆ ստուգվում է 9։ Աչքերը բացում է շերիֆը եւ փորձում է գտնել սև խաղացող։ Համար 3 1 րոպե մահախոսական։
շատ էի ուզում խաղալ շերիֆի խաղը։ Իրոք շատ եմ սիրում ու բախտ վիճակվեց այսօր։ Հուսով եմ օգնեցի իմ կարմիր թիմին լիարժեք ու գտա 3 սևերին համար 5 սև խաղացողեր հաղթեցինք կարմիրներով։ Այսքանը փոս։ Շնորհակալություն։ Ճանապարհենք համար 3-ին։ Շարունակում ենք խաղը, սիրելի խաղացողներ, սակայն շարունակում ենք առանց սևերի, հաղթանակ կարմիրներին։ Սուխո, եթե չէր էթում համարվեցը, սուխոյ սևերի Տենում ես ասում եմ 3-ին եք դու տողքիդ նստած 10-ը չտենում։ Ես գացի որ համար 9-10 նայեց 5-ին, ասից տուկավ 5-ը։ Հուզված եմ, որովհետև գիտեք, միշտ ասել եմ շատ եմ սիրում շերիֆի խաղը։ Զրո շրջանում, երբ որ համար 8-ը ինձ սկսում է սևացնել, ես արդեն գիտեմ, որ ինքը սև է, ասեցի իմ համար վտանգավորները միած ստուգեմ։ Համար 8-ը սև էր, 10-ից շատ էի ուզում խաղայի դրա համար էի ստուգում։ 5-ն էլ շատ էր ուզում, որ իրան ստուգեմ, որպեսզի շեղեր։ Ստուգեցի 5-ին, 3 սևերին գտա, հաղթեցինք կարմիրներով, վերջապես կարող եմ ասել հաղթեցինք։ Կարմիրները հաղթեցին, շնորհավորում եմ մեր կարմիրների թիմին։ Ցավոք մի փոքր խաղի կանոնները երևի շփոթվել էի, մոռացել էի եւ գիշերը խոսելու համար հեռացում ստացա, բայց ամեն դեպքում, քանի որ մինչ այդ արդեն ճիշտ էինք խաղացել, կարմիրները հաղթեցին։ հրաշք ձևի հաղթեցինք, շատ լավ խաղեր, շնորհակալություն բոլոր խաղացողներին, լավ որակով խաղ ցույց տալու համար։ Այնքան լավ խաղաց շերիֆը, որ ամեն գիշեր մի սևին գտավ ինքը եւ ամենակարևորը կարմիրները համախմբված էին խաղում։ Այսքանն էր այսօր հարգելի տիկնայք եւ պարոնայք։ Եղեք առողջ, ուրախ, երջանիկ եւ ժպտացեք, որքան հնարավոր է լայն ժպիտով, որովհետեւ ժպիտը ծիծաղի նախաբանն է, իսկ ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը։ Դե իսկ կրակոցներն այս կյանքում թող հնչեն միայն Մարֆիայի այս սեղանի շուրջ։ Կհանդիպենք։ Մաֆիան քաղաքում